Սա ստեղնաշարի լոգոն։ Վահրամ Գևորգյանը ներկայացնում է նոր ծրագիրը, ասում է ընդամենը 1 ամսում է ստեղծել, բայց աշխատանքի ընթացքում հաշվի է առել նույնիսկ մանրուքները։ Բազմաֆունկցիոնալ ծրագրի շնորհիվ iPhone-ի ու iPad-ի սիրահարները ոչ միայն կկարողանան օգտվել հայատառ ստեղնաշարից, այլև միանգամից ստանալ բառի թարգմանությունը ու այն որոնել առանց հավելվածից դուրս գալու։ Միայն հայերեն ստեղնաշարը ինձ թվում է այդքան է հարմար չէ միշտ copy paste տարբեր տեղեր, դրա համար ինքը ունի բազմակի ֆունկցիոնալություն, որոնցից օրինակ դու կարող ես հայերեն գրել եւ միանգամից որոնական համակարգերից օգտվել, ինչպիսիք են Google, YouTube, Wikipedia։ Հայերեն բառը գրելով կարող ես միանգամից ստանալ թարգմանություն անգլերեն, օգտվելով Google Translate-ից եւ մյուս նորությունն է, որ արդեն կարող ես հայերեն կոնտակտներ ավելացնել։ ARM Keyboard անունով հավելված ընդամենը 2 օր է, ինչ Ape Store-ում է, սակայն դրա հանդեպ արդեն հետաքրքրությունը մեծ է։ Առցանց տիրույթում հաջողությամբ տարածվում է նաև Վահրամ Գևորգյանի հայկական առաջին ինտերակտիվ մուլտֆիլմը Անահիտը։ Շուրջ 1 տարի առաջ ստեղծված մուլտֆիլմի միջոցով արդեն հայկական հեքիաթի աշխարհ են տեղափոխվել եւ Անահիտի ու Վաչագանի պատմությանը անմիջական մասնակցություն ունեցել հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհից։ Հավելվածը տարբեր կրիտերիաներով գնահատում են, թե գնի, թե որակի, թե դիզայնի, ամեն ինչի, թե ֆունկցիոնալությամբ։ Ստացել է 5-ից 5 արտասահմանյան ռևյուներում, բոլոր հետո բավական դրական ես միշտ օձիվներ եմ ստանում եւ նաեւ ով որ կարդում հեքիաթը բրիտաներեն, հեսա կլսեք, նա կին է, որը կամավոր է կարդացել, քանի որ իր երեխային դուր է եկել եւ ինքը առաջին անգամ Հայաստանի մասին իմացել է այս հեքիաթի միջոցով։ Հիմա Վահրամ Գևորգյանը ինտերակտիվ նոր մուլտֆիլմի վրա է աշխատում։ Հայկական որ հեքիաթը կհայտնվի առցանց տիրույթում եւ երբ այն պատրաստ կլինի, հեղինակը չի շտապում բացահայտել։ Սյուզան Չիչակյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։